Ինչպես փոքրամարմին Տիգրան Առաքելյանը ծեծեց ոստիկանի։ Կարապիլեչի մերձակայքում տեղի ունեցած միջադեպից մոտ 2 տարի անց ամեն ուրբաթ գլխավոր դատախազության մոտ հավաքվող նրա աջակիցները չունեն այդ հարցի պատասխանը։ 6 հոգու իբր թե ծեծել է այդ մի բուր տղեն, մի բուրա։ Այդ ոնց ծեծեց։ Դե հենա բոլորին թող ազատեն այդ մի բուրին տնեն ասեն իշխի է Հայաստանը։ 2-ից 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանը եւ նրա 3 ընկերների դեմ հարուցված քրեական գործը Վճռաբեկ դատարանի վարույթում է։ Դեռ պարզ չէ դատական նիստի օրը։ Վստահ եմ, իրենք կանրադառնան այդ հարցին ընտրություններից հետո։ Իրենք բոլոր խնդիրները, միշտ բոլոր խնդիրները պահում են օդում կախված, մինչև իրենց համար կարևորագույն ըստ իրենց կարևորագույն խնդիրներ լուծեն։ Կօգտագործեն եւ լավը եւ վատը։ Դատարանները անկախ չեն եւ գործում են իշխանությունների թելադրանքով։ Այնուամենայնիվ հույս ունեմ, որ այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը ընդունել է վարույթ գործը, թույլ կտա, որ վերջապես արդարությունը հաղթի եւ Տիգրան Առաքելյանը կլինի ազատության մեջ։ Դատապարտված 4 երիտասարդներից միայն Տիգրան Առաքելյանն է անազատության մեջ։ Մյուս 3-ի ճակատագիրը կախված է Վճռաբեկ դատարանի որոշումից։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։